Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո, եկեք տեսնենք ինչ կատարվեց այս ուրբաթ 28-ին նախ համառոտ։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը չի կայացել, ովքեր են բացակայել եւ ինչ սպասել այս կիրակի։ Երկիրը ցնցած տեսանյութի հետքերով ինչպես կանխել անչափահասների դաժանությունը։ Երևանի օդի ցածր որակը ինչ լուծումներ են գտել աշխարհի մեգապոլիսներում։ Թրամփի բանագնացը գնում է Մոսկվա, Ուկրաինայի ճակատագիրը կարծես վճռվում է։ Եվ Իսրայելը հիմա էլ հարվածում է Լիբանանին ու Սիրիային կանզոհեր։ Սկսենք արտգործ նախարարության վերջին երկու հաղորդագրություններից, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հանդիպումներ են կայացել, նախ Գյումրիում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ, քննարկել Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործման ուղղված տեխնիկական հարցեր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ գնացել է Ադրբեջան, Գաբալա քաղաք, որտեղ կայացել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում։ Այդ ընթացքում Մայրաթոռում կաթողիկոսի նախագահությամբ այսօր պետք է գումարվեր Գերագույն հոգևոր խորհրդի Հայաստանաբնակ անդամների ժողով, որը սակայն չի կայացել Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպմանը մասնակցած եպիսկոպոսների բացակայության պատճառով։ Ամեն դեպքում ներկաներն անդրադարձել են սրբազանների ստորագրությամբ հրապարակված հայտնի հայտարարությանը ու նշել, որ տեքստն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացրել Արշակ սրբազանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Դրան զուգահեռ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը այցելելու է արդեն Երևանի եկեղեցիներից մեկը, եկեք տեսնենք վերջին զարգացումները ու փորձենք հասկանալ ինչ սպասել առաջիկայում։ Այս պահին միակ հստակությունն այն է, որ իշխանություն եկեղեցի հռչակատումը, որը արդեն մոտ կես տարի, մոտ 6 ամիս ընթանում է, ձեռք է բերում նոր դրսևորումներ։ Կիրակի օրը նոյեմբերի 30-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնա։ Սուրբ Սարգիս կգնա Նիկոլ Փաշինյանը, երկու հատ մոմ կվառի, որ անբաժան լինեն ինքն ու կաթողիկոսի դեմ ընդվզած եպիսկոպոսները։ Վարչապետը, որ 3 կառավարությունում ընդունել էր եպիսկոպոսներին, այսօր տեսանյութը հրապարակել, թե կիրակի իր մկրտության եկեղեցում Սուրբ Սարգսում կմասնակցի պատարագի։ Չի շտապում խոսել Մայրաթոռը նախորեի հանդիպման մասին։ Տեր Ասողիկն է ասում ուխտադրուժ ու նենգադավ են վարչապետի մոտ գնացած սրբազան հայրերը։ Նրանց հետ հաց եմ կիսել Մայրաթոռի սեղանատանը, նրանց հետ ապրել եմ Աստվածակառույց Մայր Տաճարի հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև, ի Քրիստոս սիրո Սուրբ ողջույն փոխանակելով, հիմա ինչպես նայեմ նրանց երեսին։ Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով են հրավիրել Մայրաթոռում, քննարկել են նաև վարչապետի մոտ գնացած սրբազանների հարցը, 8 սրբազանի իրար գլուխ հավաքել ու արժանիքներից է խոսել Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սկզբունքային դիրքորոշման համար։ 8-ից մեկը Բալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանն է։ Տարիներ առաջ հայկական ժամանակը զրուցել է Վրաստանի նախագահի աշխատակազմից մեկի հետ, որը պատմել է, թե տեղեկություններ ունի, որ Վազգեն սրբազանը կապեր է ունեցել թեթևաբարո կանանց հետ, ռեստորանային խնջույքներ, ֆինանսական չարաշահումներ արել եւ այլն։ Վազգեն եպիսկոպոսի օրոք Վիրահայոց թեմի մի քանի եկեղեցիներ անցել են վրաց եկեղեցուն։ Նավասարդ arczepiskopos Կճոյանն է, հայտնի Բենթլիով սրբազանը, ինչի մասին ամենաշատը խոսում էին հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը։ Հիմա իրար հետ եկեղեցին են մաքրում։ Բայց չհասկացա, հոգևորականը Բենթլի ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որն ամիսներ առաջ ուխտադրժություն էր համարում իշխանություններին միանալը, հիմա միացել է, հյուրընկալվել կառավարության շենքում։ Մեզ որևէ մեկը թող մտքով չհասկացնի դարձնել գործիք այս քաղաքական զարգացումների մեջ։ Մենք ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք։ Հանդիպմանը ներկա էր նաև Արաքել arczepiskopos Քարամյանը, որն ըստ չհաստատված տեղեկությունների քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քարամյանի հայրն է։ Հոգևորականը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, թե նախկին պաշտոնյան իր հորեղբոր թոռն է։ Հետաքրքիր զուգադիպությամբ պաշտոնյայի հոր ու հոգևորականի անունները համապատասխանում են Էլբեկ, ընդ որում Արաքել եպիսկոպոսի ազգանունը Քարամյան է ըստ ընտրողների ռեգիստրի, չնայած Մայրաթոռի էջում Քարամյան առանց Ե-ի։ Կառավարություն էր գնացել նաև Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Նրա այցը հատկապես սուր քննադատության է արժանացել արցախցիների շրջանում։ Հոգևորականների ու Փաշինյանի հանդիպմամբ մաքրվեց ինչ-որ չափով եկեղեցին, ասում է Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանեսը։ Այն բոլոր
հայտարարությունները, որ վարչապետը ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով թշնամանք եւ ատելություններ տարածում եկեղեցու նկատմամբ, այն բոլոր կոմպրոմատներն ու հայտարարությունները բադ եկեղեցականների, որոնց մասին ինքը ասում էր, հենց իր շուրջն էին հավաքել, ինչ որ առումով վեհապար այդ հանդիպումով վարչապետը այդ հանդիպումով ինչ որ առումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն։ Այստեղ Վրթանեսի պնդմամբ տեսանյութը, որ դարձել էր վարչապետի մոտ գնացած սրբազանների ստորագրահավաքի պատճառը, ֆեյք էր։ Տեղեկությունը նախ ճիշտ չի եղել, կեղծված է, արհեստական բանականությամբ ստեղծված է, բացի այդ դա արել են գաղտնալսումից հետո, որպեսզի մարդուն հնարավորություն ունենան արհեստական բանականությամբ նման անբարո տեսանյութ պատրաստել, մարդու լողասենակում այդ մասին տեսանյութ այդ կամերա են դրել, որպեսզի մարդուն մերկ նկարեն, կարողանան այդպիսի տեսանյութ պատրաստել։ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովիվը նշեց, որ եպիսկոպոսներն առանց վեհապար հայրապետի գիտության հանդիպման են գնացել, իսկ դա ապօրինություն է։ Տեր Վրթանեսը նաև նշեց, կուզենար, որ վեհապարը արդար վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման եւ սուտ խոստումների զոհ են դարձել։ Սրբազանները չեն դատվել, որովհետև այդ սրբազանները իրանց ջեբից սրբազաններն են եղել։ Իշխանականները, որ որոշ սրբազանների նման բնորոշում էին տալիս, հիմա ազգային ժողովի միջանցքներում առաջին հայացքից հարգանքով են խոսում Նավասարդ arczepiskopos-ի մասին։ Քաղաքական առումով պարոն Քոչարյանի հետ կապված մենք որևիցե քաղաքական բանավեճի բանակցությունների մեջ չենք, ինքը գործող պաշտոնյա է, ինքը իր կարծիքն է հայտարարել, ինչպես նաև մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա։ Կճոյանն ու մյուս հոգևորականները, որոնք 3 Փաշինյանի մոտ էին, այսօր մայրաթոր չէին գնացել, որի պատճառով ըստ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը չի կայացել, բայց ժողովականները այնուամենայնիվ անդրադարձել են եպիսկոպոսների ստորագրմամբ հրապարակված հայտարարությանը։ Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Ըստ Մայրաթորի Արշակ Սրբազանի հարցով զբաղվող հանձնախումբը գործել է ընթացակարգային խախտումներով, առանց պատշաճ նիստերի եւ Սրբազանին լսելու, իսկ տեսանյութի փորձաքննությունը եղել է ոչ իրավաչափ։ Մայրաթորի տարածած հայտարարությունում նշվում է, ակնհայտ է, որ նամակի մեջ կաթողիկոսի հասցեին մեղադրանքները բացարձակ անհիմն են ու շինծու։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Հանրային մեծ վրդովմունքի պատճառ դարձած դեպքի մասին Տավուշի Զորական գյուղում մի քանի անչափահաս տղա ծեծի են ենթարկել մեկ այլ անչափահասի, տեսանյութը տարածվել է համացանցում ու առաջացրել մեծ աղմուկ։ Հարուցվել է քրեական գործ, անչափահասներին կալանավորել են, հետո փոխել խափանման միջոցը։ Ի վերջո, ինչ անել, որ այսպիսի դեպքեր տեղի չունենան, որ դեռահասներն այսքան դաժան չլինեն, ինչպես պաշտպանել նրանց հենց նրանցից ու վերահսկել անթույլատրելի վարքը, փորձել է հասկանալ իմ գործընկեր Աննա Հարությունյանը։ Այս կադրերը, որոնք նոյեմբերի 27-ի գիշերը արագորեն տարածվեցին համացանցում, ցնցել են հայ հասարակությունը։ Դրանցում Զորական գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն են, որ դաժան ծեծի եւ նվաստացման են ենթարկում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել եւ հանրային քրեական հետապնդում հարուցել 5 անձի նկատմամբ։ Դատարանը որոշում է կայացրել մասնակիցներից 4-ին կալանավորելու մասին, թեև հետագայում մերժել է կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Գործը նոր երանգ ստացավ, երբ պարզվեց, որ հիմնական հարձակվողներից մեկը Վանաձոր քրեակատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյայի որդին է։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է միջադեպը, որակելով այն բացարձակ անընդունելի։ Նա ընդգծել է, որ պետությունը պարտավոր է ապահովել անչափահասների անվտանգությունը եւ պահանջել է լիարժեք ու օբյեկտիվ քննություն, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում բռնության կանխարգելման ծրագրերի հրատապ ներդրում, իսկ որոնք են դեռահասների այս բռնության արմատները։ Պատանիները ավելի զգայուն են իրավիճակների հանդեպ եւ այն ինչ որ մենք տեսնում ենք, դա ոչ թե իրենց սեփական, այլ ընտանիքից, հասարակությունից, միջավայրից վերցրած վարքի ձևերն են։ Ես ենթադրում եմ, որ նման վարքի տարբերակ առնվազն նրանցից մեկը երկուսը արդեն իսկ կամ ճաշակել են իրենց նկատմամբ են այդպես վարվել, կամ իրենք ականատես են եղել, թե ինչպես են իրենցից ավագ սերնդի ներկայացուցիչներ կարևորում նմանատիպ
վարքի ձևը։ Ըստ հոգեբան Խաչատուր Գասպարյանի դեռահասները հաճախ արտացոլում են ավագ սերունդների սոցիալական հիվանդությունները, ինքնության փնտրտուքի շրջանում ձգտելով հեշտ եւ արագ հեղինակության։ Նրանք արտացոլում են այն հիվանդությունները, ճակերտավոր ասած, որոնցով տառապում են իրենց ավագ սերունդները։ Պետք է փնտրել շան գլուխը հենց նրանցից մեծերի, գուցե նրանց մեջ կա մեկը, ես վստահ եմ, որ այդ 5 պատանիներից գոնե 2-3-ը ինքնուրույն նման քայլի չէին դիմել, նրանք կարող են վախենալ, որ եթե իրենք չմիանային, դա իրենց հեղինակության վրա կազդեր։ Գասպարյանը պնդում է, որ հարձակվողները պետք է պատժվեն, բայց ոչ թե ֆիզիկական բռնությամբ, այլ այնպիսի միջոցներով, որոնք կստիպեն նրանց գիտակցել իրենց արարքի լրջությունը։ Բացի այդ, նա կարևորում է աշխատանքը ինչպես բռնություն գործադրողների, այնպես էլ տուժողի հետ։ Ես կարծեմ եւ բռնարար կատարողների եւ զոհի հետ պետք է որոշակի հոգեբանական աշխատանք կատարել, որովհետեւ հենց այնպես ագրեսիան չի հայտնվում։ Երբեմն ագրեսիան անօգնականության եւ տագնապի պատճառ է։ Չկարծենք, որ եթե ագրեսիվ ուրեմն ուժեղ է ինքը։ Երբեմն դա իր ճաշակած ագրեսիան է, որը ինքը փոխադրում է ուրիշի վրա։ Հանրային բուռն արձագանքին զուգահեռ տուժողի Ալենի հայրը կոչով դիմել է օգտատերերին, խնդրելով դադարեցնել տեսանյութի տարածումը, քանի որ դա լրացուցիչ ցավ է պատճառում ընտանիքին։ Ես Ալենի հայրն եմ, ուղղակի դիմում եմ ձեզ, դադարեցրեք այս աղմուկը եւ ջնջեք տարածված տեսանյութը։ Եթե ձեր երեխայի հետ նման բան պատահի ու հրապարակեն, դուք ինչ կանեք։ Մասնագետը բացատրում է, թե ինչու են երեխաներն ընտրում ագրեսիան որպես ինքնահաստատման միջոց եւ ինչ վտանգավոր այսպես կոչված էժան հեղինակություն է նրանք փորձում ձեռք բերել, չգիտակցելով, որ բռնությունը ծնում է նոր բռնություն։ Նրանք, ովքեր բռնարարք են կատարում, մի օր կարող են բռնության զոհ լինել իրենք եւ շատ կարևոր հանգամանք էլ կա այն է, որ պատանեկան տարիքը ինքնության փնտրկուքի տարիք է, երբ որ պատանիները ուզում են հասկանան ով են իրենք, ուր են գնում, ինչ մասնագիտություն են տրելու, որն է իրենց արժե համակարգը եւ այդ փնտրտուքի մեջ էժան ձևով հեղինակություն վայելելը, ստանալը, հատկապես թույլին վնասելով, թույլին ֆիզիկական բռնության ենթարկելով, ինչպեսին որքանով որ ես հասկացա այդ նյութերից այդ բուլինգի տարբերակն է, որ տեղի է ունեցել, այդ ճանապարհով նրանք դառնում են դոմինանտ եւ ցավալի է, որ երբեմն դա կարող է իր հասակակիցների մեջ հարգանք առաջացնել, որ ինքը ուժ է գործադրել, ուրեմն հարգանքի արժանի։ Վերաքնիչ բողոք կներկայացվի քոլեջի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ։ Ըստ մասնագետների կանխարգելու մկրտությունը եւ անպատժելիության մթնոլորտի վերացումն են միակ ճանապարհը կանխելու նման ողբերգությունների կրկնությունը։ Եթե դուք ուզում եք ինքնահաստատվել, մտածեք ինչ լավ բան կարող եք անել ձեր հայրենիքի, ձեր ընտանիքի, ձեր արհեստի, արվեստի, գիտության այն ոլորտներում, որտեղ որ դուք ունեք կարողություններ, այդ կարճ ժամանակավոր կեղծ հեղինակություն ձեռք բերելու ճանապարհը, որը ցավոք սրտի մեզանում գոյություն ունի, ինքը հեռանկարային չէ եւ նաեւ մենք պետք է ամբողջ հասարակությունով եզրակացություն անենք, սրանց ինչ դաս ունենք վերցնելու, ոչ թե լռենք իմանալով այդ մասին, անտարբերության մատնենք, քանի որ մեզ չի առնչվում։ Աննա Հարությունյան, Վարդան Պողոսյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Օդը Երևանում շաբաթվա գլխավոր մտահոգություններից մեկն էր, ինչ է կատարվում քաղաքում ու ինչու է այս աստիճան վատացել օդի որակը, որն է պատճառը շինարարության աճ, մեքենաների թիվ, թե տերևների այրում, այլ պատճառ կամ գուցե բոլորը միասին։ Որքանով է սա վտանգավոր ու ինչ անել, եւ ինչ է ասում միջազգային փորձը, բազմաթիվ քաղաքներում ընդ որում ոչ միայն հսկայական բնակչությամբ։ Օդի խնդիրը բավականին լուրջ է, օրինակներն ու հնարավոր լուծումներն ուսումնասիրել է իմ գործընկեր Անե Հովհաննիսյանը։ 6.5 միլիոն ահա այսքան մարդու կյանք է խլում տարեկան օդի աղտոտվածությունը ամբողջ աշխարհում։ Ըստ EQ Air ինդեքսի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների ցուցակը հիմա Դելին է գլխավորում։ Երկրորդ տեղում էլ Պակիստանի Լահոր քաղաքն է։ Երևանը նույնպես հաճախ հայտնվում է այդ աղյուսակում, հաճախ հայտնվելով top 30-յակում կամ top 10-յակում ու երբեմն top 5-յակում կախված եղանակային պայմաններից։ Երևանում օդի աղտոտվածությունը նպաստող գործոններից մեկը հենց շինհրապարակներն են։ Երևանում կան ընդամենը մի քանի շինհրապարակներ, որտեղ հատուկ ջրցան մեքենաներով շինարարական փոշու դեմ են պայքարում։
Ջրի կաթիլները ցողելու միջոցով փոշին չի տարածվում ու հավելյալ աղտոտում չի առաջացնում։ Իսկ ինչպես են աշխարհում պայքարում այս գլոբալ խնդրի դեմ։ Վիճակը նաև հարևան Վրաստանում է վատ։ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում ու Բաթումիում նոյեմբերի 6-ից գրանցվել է PM10 եւ PM2.5 վնասակար մասնիկների բարձր կոնցենտրացիա։ Պատճառը անապատային փոշին է։ Ղրղստանում եւս վիճակը մտահոգիչ է։ Բիշքեկում վտանգավոր մասնիկներ համարվող PM2.5-ի քանակը 7 անգամ գերազանցում է նորմը։ Անցած ձմռանը Տաշկենտը հաճախ գլխավորում էր աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների ցուցակը։ Ուզբեկստանի իշխանություններն անցել են կտրուկ քայլերի, էկոլոգիայի կոմիտեն ու դատախազությունը զանգվածային ստուգումներ են սկսել։ Արդյունքում 15 խոշոր օբյեկտներում շինարարությունը դադարեցվել է փոշու եւ ավազի դեմ պայքարի նորմերը խախտելու պատճառով։ Պարտադրվել է տեղադրել անվատողերի լվացման կետեր եւ ապահովել տարածքի կանաչապատումը։ Մինչ կենտրոնական Ասիան դեռ նոր է սկսում պայքարը, Եվրոպան եւ Ասիայի մյուս հսկաները վաղուց արդեն գրեթե հաղթահարել են այն։ Օրինակ Գերմանիան ամբողջությամբ հրաժարվում է ատոմակայաններից անցնելով վերականգնվող էներգիայի։ Հնդկաստանն էլ գործարկել է մաքուրոտ ազգային ծրագիրը։ Ճանապարհներ ու փոսեր են վերանորոգում, որպեսզի փոշին օդ չբարձրանա։ Չերցան մեքենաներ են դուրս բերում փողոցներ։ Չինաստանը, որ տասնամյակներով պայքարում է մեգապոլիսների վրա բարձրացող սմոգի դեմ, օդանավակայաններում ու նավահանգիստներում զանգվածաբար ներդնում է էլեկտրական տեխնիկա, իսկ բեռնափոխադրումները ավտոճանապարհներից տեղափոխում է երկաթուղային ու ջրային ուղիներ։ Փորձագետները առանձնացնում են 5 հիմնական քայլ, որ կիրառելի են բոլոր քաղաքների համար։ Ստեղծել մաքուրոթի գոտիներ, արգելել հին դիզելային մեքենաների մուտքը կենտրոն, զարգացնել հասարակական տրանսպորտը, ավելի շատ էլեկտրոբուսներ, հեծանվուղիներ եւ հետիոտնային գոտիներ, անցնել արևային էներգիայի, տեղադրելով վահանակներ շենքերի տանիքներին, դադարեցնել աղբի եւ տերևների բաց այրումը։ Օդի աղտոտվածությունը, հատկապես մանր փոշին PM2.5-ը թափանցում է թոքերի խորքը եւ անգամ արյան մեջ, լրջորեն վնասելով շնչառական ու սիրտանոթային համակարգերը։ Այն ուղղակիորեն կապված է թոքերի քաղցկեղի, սրտի կաթվածի կամ ինսուլտի, ասթմայի ու դեմենցիայի զարգացման ռիսկի հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ սա լուր մարդասպան է, որ տարեկան միլիոնավոր վաղաժամ մահերի պատճառ է դառնում, հատկապես վտանգելով երեխաներին ու տարեցներին։ Անի Հովհաննիսյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգն է քննարկել անվտանգության խորհրդի քարտուղարը կանանց խաղաղության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը ընդգծել են քաղաքականության մշակման, բանակցությունների վարման եւ անվտանգության հարցերում կանանց մասնակցության ու ձայնի լսելու լինելու կարեւորությունը։ Ազգային ժողովի արտահերթ նիստում էլ քննարկվել եւ ընդունվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը։ Ազգային ժողովի պաշտոնական կայքում գրված է, որ այն ստորագրել էին հունիսին եւ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանը եւ Եվրամիության միջև գործընկերության օրակարգը համալրվել է նաեւ անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությամբ, համաձայնագիրը կստեղծի նաեւ այդ ուղղություններով գործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու հնարավորություն։ Համաձայնագիրը այս պահին սահմանում է, որ մասնակից պետությունները իրենք են, որ հոգում են ծախսերը համապատասխան իրենց անձնակազմի մասնակցելու առաքելությանը եւ նույն ժամանակ Եվրոպական միությունը թե քաղաքացիական եւ թե ռազմական առաքելությունների պարագայում ունի համապատասխան գործիքակազմ, որով հնարավորություն ունի աջակցելու մասնակցող պետություններին։ Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։ Եվրամիությունն այս ընթացքում զբաղված է Ուկրաինայի ճակատագրով, եվրոպական երկրների մասնակցությամբ Շվեյցարիայում կայացած Ուկրաինա-ամերիկյան բանակցություններից հետո Դոնալդ Թրամփի 28 կետանոց խաղաղության պլանը խմբագրվեց եւ այսօր ուղարկվեց Մոսկվա։ Ռուսաստանում հիմա սպասում են Ուիտկոֆին։ Միացյալ Նահանգների նախագահը նրան հանձնարարել է գնալ Ռուսաստան այդ փաստաթղթով։ Հույս կա, բայց խաղաղության հնարավորությունները շատ փխրուն են։ Սրան զուգահեռ Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալ է, այսօր խուզարկել են Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տունը, որը քիչ առաջ հրաժարական է տվել։ Ամեն դեպքում մյուս շաբաթ իսկապես կարող է տեղի ունենալ Բեքում, քանի որ Զելենսկին էլ ուզում է հանդիպել Թրամփի հետ, որի համբերությունն արդեն սպառվում է։ Իսրայել-Սիրիա-Լիբանան եռանկյունում ավանդական արյունահեղություն է, մեծ թվով զոհեր կան, Իսրայելը շարունակում է հարվածել իր համար վտանգ ներկայացնողներին ամենուր, Գազայում էլ առանձնապես լավ չէ վիճակը, բայց ռազմական բախումների կենտրոնը հիմա տեղափոխվել է Իսրայելի հյուսիսային սահմաններ։ Չդադարող բախումների պայմաններում այստեղ է գալիս Հռոմի Պապը, իդեպ Էրդողանի մոտից։
Մերձավոր արևելքում անվտանգային իրավիճակը կրկին սրվել է։ Իսրայելական բանակը լայնածավալ գործողություններ է իրականացրել Սիրիայի հարավում գտնվող Բեյջին գյուղում։ Ըստ սիրիական պետական լրատվամիջոցների հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում 2 երեխա։ Վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Իսրայելա-սիրիական բախումները Բաշար al-Ասադի իշխանության տապալումից հետո ամենամահաբերներից էին։ Իսրայելական կողմը հաստատել է գործողությունը, նշելով, որ այն ուղղված էր ահաբեկչական խմբավորման դեմ եւ հայտնել է բախումների ընթացքում 5 զինվորականի վիրավորվելու մասին։ Հիվանդանոցը տեղափոխվել 16 վիրավոր։ Միևնույն ընտանիքից 5 հոգի մահացած են տեղափոխվել։ Նրանք վերջերս են բերվել։ Մենք ունենք 11 վիրավոր, որոնք ավելի վաղ էին տեղափոխվել։ Նրանցից մեկը կին է, որը մահացած է տեղափոխվել։ Ունենք 2 ծայրահեղ ծանր վիրավոր, որոնք այժմ վիրահատվում են։ Ռազմական գործողությունների աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Սիրիայով։ Իսրայելը շարունակում է ավիաառվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին, թիրախավորելով Հեզբոլայի ենթակառուցվածքները։ Գրեթե 1 տարի է անցել այն պահից, ինչ համաձայնեցվել է Լիբանանի եւ Իսրայելի միջև հրադադարը, սակայն մենք շարունակում ենք ականատես լինել իսրայելական զինուժի հարձակումների աճին, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների սպանությանը եւ Լիբանանում քաղաքացիական օբյեկտների ոչնչացմանը, զուգորդված ավելի լայնածավալ եւ ուժգնացած հարձակման տագնապի սպառնալիքներով։ Լարվածության ներկայիս ալիքի գագաթնակետը գրանցվել էր դեռևս Կիրակի օրը, երբ Իսրայելը խախտելով ամիսների հարաբերական անդորը հարված հասցրեց Բեյրութի հարավային արվարձաններին, սպանելով Հեզբոլայի բարձրաստիճան ռազմական հրամանատար Հայսամ Ալի Տաբտաբային։ Այս միջադեպը ցնցել էր Լիբանանը, խուճապ առաջացնելով խաղաղ բնակչության շրջանում։ Իսրայելի առաջադրանք ընդհանրապես ոչ միայն Հեզբոլլա, ընդհանրապես անվտանգության բաֆեր զոների ուրեմն ձևավորումն է, որովհետև սահմանամերձ շրջաններում նաև ժողովրդի արկայությունը Իսրայելի համար վտանգ է, այսինքն անվտանգային խնդիրները և ժողովրդական հարթություն ունեն Իսրայելի հարաբերակցությամբ և ուրեմն այդ բոլոր ռազմական բախումների ներխուժման տեսքով դեպի Սիրիա, լիբանյան տարածքների վերահսկում եւ այլն, այս բոլորը խոսում են այն մասին, որ Իսրայելի անվտանգային հայեցակարգը իր սահմանամերձ շրջանների անվտանգության կոդիներ ձևավորելու այս ռազմաքաղաքականությունը ամբողջ որոշ թեպի Իսրայել կամ Իսրայել հարևան երկրներ սահմանային կոդիները վերածել է անվտանգության կոդիների։ Այս արյունալի իրադարձությունների եւ անորոշության մթնոլորտում Լիբանանը պատրաստվում է պատմական իրադարձության։ Նոյեմբերի 30-ին սպասվում է Հռոմի Պապ Լևոն 14-րդի այցը, որը լինելու է նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Չնայած Բեյրութի փողոցներում տեղադրված են ողջույնի պաստառներ, Պապը անվտանգության նկատառումներով չի այցելի իսրայելական հարվածների թիրախում գտնվող երկրի հարավային շրջաններ։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Եվ ավարտենք մի բարի լուրով, Երևանում եկող տարվա հոկտեմբերին շախմատի առաջին միջազգային փառատոնը կանցկացվի, լայնածավալ բացօթյա տոն, որը կանցնի Լևոն Արոնյանի հովանու ներքո։ Պատվավոր հյուրերի թվում սպասվում է, որ Հայաստան կգան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու մոլորակի ուժեղագույն շախմատիստուհի Հուդիտ Պոլգարը։ Փառատոնին կաջակցի քաղաքապետարանը։ Այսքանը անփորձանք շաբաթ կիրակի եմ մաղթում ցտեսություն։